Բարեարև իմ շատ սիրելի առյուծներ, ահա տեսնում եք ես ձեզ հիմա եմ ներկայացնում, այսինքն երկրորդն եք դուք, 5-րդ տեղից շարժվել եք երկրորդ տեղ, հետ մղելով այծեղջյուրին եւ կշռքին, իրենք են սովորաբար իրար մեջ կիսում այդպես հերթականությամբ երկրորդ, երրորդ տեղերը, ես ձեզ շնորհավորում եմ, հավանաբար զգացողությունն է, որ հուլիսին, որ ես հիմա ձեզ կներկայացնեմ հուլիս ամսվա համար կանխատեսումը, հուլիսին հանգույցները մտնելու են, Յուպիտերը իհարկե կմտնի հունիսի 30-ին կմտնի ձեր նշան, իսկ արդեն հուլիսի 27-ին կետուն է մտնելու, այսինքն հանգույցները կփոխեն իրենց նշանները, հարավային հանգույցը կտեղավորվի ձեր նշանում կետուն, իսկ հյուսիսային հանգույցը համապատասխանաբար կտեղավորվի ջրհոսի նշանում, այսինքն ձեր հակադիր նշանում է լինելու։ Ահա այս կարևոր իրադարձությունը արևը ասացի կմտնի ձեր նշան հուլիսի 23-ին, տեսնեք ինչքան իրադարձություններ են ձեզ հետ կապված այս իրադարձությունները, Յուպիտերը հունիսին մտնում է, ահա հուլիսին էլ ես ուրեմն 23-ին երբ արև կմտնի ձեր նշան, հերթականությամբ առյուծները կնշեն իրենց ծննդյան օրերը, իսկ ես անպայման կշնորհավորեմ բոլոր առյուծներին, իմ սիրելի առյուծներ, սա ասեմ, որ վերաբերում է ոչ միայն արևի նշանով առյուծներին, հա, ուշադիր եղեք նաև ասցենդենտի նշանով, որովհետև դու կարող եք լինել ցանկացած նշան, բայց առաջին հերթին լսում եք ասցենդենտի նշանը, իսկ նշանը իմանալու համար ասցենդենտի պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, դրանով է պայմանավորված։ Լավ, շատ կարևոր է մեկ հատը լսելով, ասենք արևի նշանով առուծեք, դա լսելով դա ձեզ ոչինչ չի տա, կիսով չափ կիմանաք, մասնավորապես որ սրանք տրանզիտներն են, սա ձեր անձնական քարտեզը չի։ Սա այս ինֆորմացիան բոլոր այն մարդկանց համար, ովքեր նոր են միացել իմ ալիքին, որտեվ YouTube-յան ալիքը այնպեսի բան է, անընդհատ նոր մարդիկ են ավելանում, ու դու ստիպված ես լինում մի բանը, այսինքն այս կարևոր թեման անընդհատ ասել հենց հաղորդման սկզբում այդ մասին ուրեմն տեղյակ պահել, ահա սիրելի առյուծներ, ես շարունակեմ իմ շնորհավորանքը, ես ցանկանում եմ ձեզ ամենալավն ու բարին, թող ձեր ցանկությունները կատարվեն, թող արևը ջերմացնի, որովհետև արևը արդեն իր տանն է, օրերը տաքանում են բավականին, այդ ժամանակ թող ինքը բերի ձեզ նոր կյանք, երեխաներ եւ ջերմություն, սեր, սա շատ կարևոր է ձեզ համար, ահա ամենալավն ու բարին թող լինի ձեր կյանքում, իսկ ես հիմա ներկայացնեմ, ուրեմն ասացի, որ հանգույցները հիմնական դա եմ կարևորում, հուլիս ամսին, որ պետք է տեղի ունենա եւ հեռավոր մոլորակների հետ ընթաց, իդեպ հեռավոր մոլորակների մասին, տեսեք իրեն գտնվում են խոյին նշանում, խոսքը Նեպտունի եւ Սատուրնի մասին է, այդտեղ են գտնվում եւ բնականաբար դուք կրակի նշան, իրենք եւս կրակի նշան, ավելի ճիշտ իրենք եւս գտնում են կրակի նշանում, այնպես որ սա ձեզ համար շատ լավ է, հատկապես եթե շատ մոլորակներ ունեք հենց առյուծի նշանում, այնպես որ տեսնում եք արտերկրի թեմաներ հարցեր կան հավանաբար արտերկրի հետ կապված, որ կամ դատական թեմաները կարող են լինել կամ արտերկրի հետ կապված կարող են հարցեր լինել, որոշակի անորոշություն կա իհարկե կամ հայրենիքի հետ կապված, այդ անորոշությունները միգուցե դանդաղացնում են պրոցեսը, որոշակի ամեն դեպքում հարցեր կառաջանան, նկատի ունենանք, որ հունիսի վերջին նաև Մերկուրին է դարձել հետընթաց ձեր նախորդ նշանն է, խեցգետնի նշանում է ինքը եւ դարձել է եւ կարծես այստեղ ձեր պլանները խախտվում են, դուք պիտի նայեք, վերանայեք, որտեվ հետընթաց Մերկուրին միանշանակ նոր գործեր չենք սկսում, այլ հարաբերություններն ենք վերանայում, այսինքն դուք նաեւ հնարավոր է որ հանդիպեք այն մարդկանց, որոնց հետ ասենք երկար ժամանակ չեք հանդիպել, պարզապես ժամանակի հետ կապված չէի կարողանում տեղավորվել, գործեր, աշխատանք, անձնական կյանք եւ այլն, հանդիպումներ չէր լինում, հիմա դա արդեն ձեզ կհաջողվի հուլիս ամսին, դուք կարծում եմ շատ հարցեր հանդիպումներ կլինեն, շատ հարցեր կքննարկեք եւ այն ինչ որ գիտեք կարևոր հանդիպումներ, այսպես ասեմ, որ ձեր գործերի համար նույնիսկ կարող եք այնպիսի հանդիպումներ ունենալ ձեր ընկերների
վաղեմի ծանոթների, որոնք կարող են ձեզ օգնել, հա, որոշակի հարցերում կարող են ձեզ օգնել, անպայման ուշադիր եղեք, որովհետև դժվարություններ կլինեն ձեզ համար առաջիկա 2 տարիների ընթացքում եւ գիտեք, իմ խորհուրդը հետեւյալն է, կարևորագույն խորհուրդը, որ դուք անպայման համագործակցեք ինչ որ մեկի հետ, թեկուզ տանդեմ կազմեք, եթե գործնական այդպես հարցեր են, որպեսզի եթե խնդիրներ առաջանան ձեզ մոտ, դա կարող լինել առողջական կամ այլ տեսակի խնդիրներ, այստեղ աշխատանքը ինչ որ առումով չտուժի, որովհետև եթե այն ամբողջովին ձեր ուսերի վրա լինի, ձեզ մոտ խնդիր առաջանա, արդեն լավ չի լինի, հա, ձեր աշխատանքի համար կամ մնացած այլ գործերի հետ կապված, ուստի անպայման համագործակցությունը շատ լավ է, նշեմ նաև, որ նրանք ովքեր ուզում են ամուսնանալ, նաև շատ հարմար ժամանակահատված է ամուսնության հետ կապված, տեսեք, առուծների մոտ մի քիչ դժվար է ամուսնության թեման, դե գիտեք այստեղ այնպես է ստացվում, որ առուծները նրանք թագավորներն են, թագուհին եւ իրանք գիտեք, թագավորները շատ կանայք են ունենում, շատ սիրուհիներ են ունենում, այդպես չի ստացվում ինչ որ մեկի հետ, դժվար է դա ստացվում, իհարկե ոմանց մոտ է այդպես, ես պատկերավոր եմ ասում, բայց մեծ հաշվով առուծների մոտ այդպես է, իրենք այդ հարցում մի քիչ ավելի ազատ են, դե իրանց թագավոր են զգում, ասում են դե պիտի լավ ապրենք, սա պիտի լինի եւ այլն, ինչևէ, ամենայն դեպս իհարկե շատերը հաջողում են, բայց առուծների գերակշռող մասը անձնական խնդիրներ ունենում է բոլոր դեպքերում, հատկապես իհարկե յուրաքանչյուրն ունի իր քարտեզը, հիմա մեկի մոտ կարող է այդ հարցը ընդհանրապես շատ լավ լուծված լինի, ինքը լավ էներգիաները կուտակված լինեն եւ ընդհանրապես ինքը այդ խնդիրը չունենա, բայց գլոբալ առումով առուծները ունենում են, որովհետեւ յուրաքանչյուր կինչի, որ կա հանդուրժի, հա, այդպես առուծի ազատ կյանքը, իսկ առուծը դա սիրում է, այսպես, հիմա դա ուրեմն իմ խորհուրդն էր տվյալ ոչ թե ամսվա համար, այլ ես կասեի տարվա համար եւ սիրելի առուծներ, անպայման դուք հետևում եք ձեր առողջությանը, որովհետեւ օգոստոսի 12-ին ձեր նշանում լինելու է ոչ լավ խավարում, արևի, հետո գտնվելու ենք խավարման միջանցքում մինչեւ 28 օգոստոսի, ահա, եւ ես բնականաբար մասնավորապես ձեզ համար խորհուրդ կտայի, որ դուք զբաղվեք, ուշադրություն դարձնեք ձեր առողջությանը, որովհետեւ դա կարող է այդ էներգիաները խնդիրներ առաջացնեն, մասնավորապես նրանց համար, ովքեր ունեն սրտի խնդիր, եւ հիմա կյանքը ուղղակի այն վիճակում է, բոլորս այն վիճակում ենք, որ երևի թե աշխարհում կատարվող իրադարձությունները, հա, հիմա հայեր կան, որ ասենք ապրում էին Ուկրաինայում, գնացել են այլ երկիր, հայեր կան, որ ապրում են Իրանում, չնայած արդեն այնտեղ փորձում են ինչ որ այդպես պայմանագիր կապել Տրամպը, բայց մենք չգիտենք խառնվում է աշխարհը, մենք չգիտենք վաղը ինչ է լինելու եւ այս անորոշությունն էլ հենց բերում է առողջական խնդիրներ, ուստի ես ձեզ խորհուրդ կտամ, ընդհանրապես բոլորիս եմ խորհուրդ տալիս առուծների մասնավորապես, որովհետև ձեր մոլորակը հենց արևն է համարվում եւ հենց արևի խավարում է, այնպես որ սա կոնկրետ ձեզ է վերաբերում, իմ սիրելի առյուծներ, որովհետև մենք տեսնում ենք, որ ճիշտ է Սևլուսինը էլի կրակի մեջ է գտնվում ձեզ համար, դա լավ է, բայց դու կարող եք այլ մոլորակներում, այլ նշաններում ունենաք մոլորակներ եւ բոլոր դեպքերում Սևլուսինը այդտեղ է, այնպես որ ձեր սրտին անպայման ուշադրություն եք դարձնում, եթե այդ խնդիրը ունեք, խնայում եք ձեր նյարդերը, ահա, որտեվ այս մի ամիսը բավականին լարված է լինելու եւ դա նյարդային համակարգին մյուս մոլորակները իրենց հերթին, որ առաջացնում են ուրեմն խնդիրներ, ահա, տեսնում եք Պլուտոնը հետընթաց, Նեպտունը հետընթաց, Սատուրնը դառնում է հետընթաց, Մերկուրին հետընթաց, բոլորը այսենց ինչ որ հարցեր են կարգավորում ու
մարդը այսպիսի վիճակում է։ Նորալուսինը ես ուզում եմ նշել անպայման հուլիսի 14-ին 13:43 րոպե 25 վայրկյան արևև լուսինը կմիավորվեն խեցգետնի նշանում կլինի 22 աստիճանում։ Ահա այստեղ միգուցե գիտեք նոր պլաններ կազմեք, նոր սկիզբ դնեք, բոլոր դեպքերում Մերկուրին այդտեղ է, հետընթաց միգուցե ինչ որ հարցեր են դուք վերանայում եք, կարգավորում եք, մինչև Մերկուրին ուղղընթաց չդառնա, նոր գործ չենք սկսում։ Տեսեք, հուլիսի 14-ին նորալուսինն է լինում, բայց դեռևս Մերկուրին հետընթաց է այստեղ, այսինքն դուք կարող եք այդպես մտովի հասկանալ ինչ սկիզբ եք դնելու, բայց մինչև Մերկուրին ուղղընթաց չդառնա, նոր սկիզբ չենք դնում։ Իսկ այդ ընթացքում ես դες արդեն հուշեցի, ներողություն, որ դուք հանդիպում եք ուրեմն ձեր վաղեմի ընկերների հետ, որոնք կարող են ինչ-որ խորհրդով ձեզ օգտակար լինել եւ իհարկե օգտվում եք իրենց խորհրդից եւ շարժվում եք առաջ եւ լիալուսինը տեղի կունենա հուլիսի 29-ին արևև լուսինը կհակադրվեն 7 աստիճանում եւ 18:35 րոպե 31 վայրկյան ջր հոսի նշանում, ձեր հակադիր նշանն է սիրելի առույցներ, տեղի կունենա լիալուսինը, այսինքն այն բոլոր հարցերը ասենք կոնկրետ եթե ինչ որ հարցեր ունեք, եթե որոշում եք համագործակցել, որ ես ձեզ խորհուրդ եմ տալիս, արդեն դուք մտածեք այդ թեմայի շուրջ, ուրեմն կարծում եմ մինչև ամսվա վերջ ձեզ համար պարզ կլինի այդ հանդիպումները հավանաբար իրենց ինչպես ասում են օգուտը կտան, օգուտ կքաղեք այդ ամեն ինչից եւ կկարողանաք կողմնորոշվել ինչ անել, ինչպես շարունակել աշխատանքը, համագործակցությունը եւ այլն, ինչպես եք պատկերացնում ձեզ հետընթաց Մերկուրին հնարավորություն է տալիս խորը վերլուծել եւ հասկանալ, սա իմ խորհուրդն է ձեզ, հասկացեք, որպեսզի հետագայում խնդրի առաջ չկանգնեք, որտեվ ձեզ համար հեշտ չի լինելու սիրելի առյուծներ առաջիկա մոտ 2 տարում։ Սա էլ էսպես հիմնական իրադարձությունները սրանք են սիրելի առույցներ եւս մի անգամ օգտվելով առիթից ձեզ ցանկանում եմ ամենալավն ու բարին շնորհավորում բոլորիդ ծննդյան օրերը թող արևը միշտ ջերմացնի եւ լուսավորի կանաչ ճանապարհ ձեզ եւ ձեր գործերին այսքանը լավ եղեք իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ չմոռանաք գրեք որքանով օգտակար եղան իմ խորհուրդները ձեզ օգտվում եք արդյոք իմ խորհուրդներից թե ոչ եւ չմոռանաք լայքել ելով եթե ոչ դուք իմ սիրելի առույցներ այսքանը լավ մնացեք առայժմ